Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել է 108 մարդ, նրանք մեղադրվում են մեծ քանակությամբ եւ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահման եւ վաճառքին նպաստելու մեջ։ Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Նիգերիայի, Բուլղարիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Գանայի, Կոնգոյի, Թայլանդի եւ այլ պետությունների ընդհանուր առմամբ 103 քաղաքացի։ Երկրի մասշտաբով ինտենսիվորեն ընթացող համապատասխան համալիր միջոցառումների արդյունքում միայն ընթացիկ տարվա մարտ ամսին Վրաստանից արտաքսվել է 360, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում 904 անօրինական միգրանտի արտաքսում, ասված է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Գերատեսչության փոխանցմամբ գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք։ Սահմանային ոստիկանությունը 3 անձի ձերբակալել է սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Հանցագործությամբ պարզվել է, որ 2 մեղադրյալ տարբեր ժամանակներում հատել են վրաց-հայկական սահմանը, իսկ մեկը վրաց-թուրքականը։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում։ Սննդի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը զերծ մնալ շների հիպերպոպուլացիայի կառավարման ծրագրի վերաբերյալ չստուգված եւ կեղծ տեղեկության տարածումից։ Հայտարարության համաձայն կեղծ է այն տեղեկությունը, որ անօթևան շներին բռնում են փողոցում, ապա սպանում։ Գործակալության տվյալներով շներին տեղափոխում են միայն անասնաբուժական միջոցառումներ անցկացնելու նպատակով եւ կատաղության դեմ պատվաստում են անում անօթևան կամ ցանկապատված կապած շների նույնականացում գրանցում եւ կաստրացիա, ստերիլիզացում։ Թափառող կենդանիները համապատասխան ընթացակարգերը անցնելուց հետո աստիճանաբար վերադառնում են անվտանգ միջավայր, բացառությամբ այն վայրերի, որոնք վտանգ են ներկայացնում հասարակության բոլոր շերտերի շահերի եւ անվտանգության համար, ինչպիսիք են մանկապարտեզները եւ դպրոցները։ Այսօրվանից արգելվում է սննդի համար նախատեսված միանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի վաճառքը։ Սա ներառում է պատարագաղներ, դանակներ, գդալներ, ձողիկներ, ափսեներ, խմիչքի խառնիչներ, ինչպես նաև սննդի տարաներ եւ բաժակներ։ Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում նաև պլաստիկե սպառման սահմանափակման վերաբերյալ մեկ այլ կարգավորում։ Մասնավորապես պետական գնումների ենթակա գործակալություններին արգելվում է պետական գնումներ կատարել պլաստիկե բաժակների, տարաների եւ խմիչքների համար մինչև 3 լիտր ծավալով պլաստիկե շշերով։ Պահանջների խախտումը կհանգեցնի 1000 լարի տուգանքի, իսկ համապատասխան ապրանքների բռնագրավման, իսկ կրկնակի խախտումը կհանգեցնի 2000 լարի տուգանքի։ Հաստատվել է պաշտոնական վիճակագրության մասին օրենքում փոփոխությունը, որը վերաբերում է Վրաստանի վիճակագրության գործադիր տնօրենի նշանակմանը եւ ազատմանը։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ 78 կողմ եւ 10 դեմ ձայնով արագացված կարգով հաստատեց եւ աջակցեց օրինագծին։ Փոփոխությունը վերաբերում է նաև Վրաստանի վիճակագրության խորհրդի անդամների նշանակման ընթացակարգին։ Օրենքի նախագծի քննարկումը ուղեկցվել է քաղաքական հայտարարություններով եւ մեղադրանքներով։ Հանուն Վրաստանի խմբակցության ներկայացուցիչները անհիմն են համարում այն փոփոխությունը, որի համաձայն վարչապետը կնշանակի եւ կազատի Վրաստանի վիճակագրության գործադիր տնօրենին։ Վրացական երազանք խմբակցության նախագահի առաջին տեղակալը մեղադրանքներին արձագանքել է մեղադրանքներով։ Տրամվայի գծի նախագծման եւ կառուցման համար հայտարարված մրցույթը ավարտվեց։ Մասնակցեց 4 ընկերություն, հաղթող ընկերությունը կհայտարարվի առաջիկա օրերին։ Տրամվայի գիծը կսկսի Դիդիդիղոմից եւ կմիանա Դիդուբե մետրոկայանի շրջակա տարածքին։
Մերձավոր արևելքում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Իրանում ռմբակոծվել է պողպատե ձուլական գործարան։ Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ, մի քանիսը տուժել են։ Լիբանանում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1200 մարդ, իսկ 1 միլիոնից քաղաքացի տեղահանվել է։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ավիահարվածներին ի պատասխան Թեհրանը շարունակում է ռմբակոծել Պարսից ծոցի երկրները։ Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո մեծածավալ հրդեհ է բռնկվել։ Մեծ բրիտանական ռազմական անձնակազմ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր է ուղարկվում Պարսից ծոցի երկրներին օգնելու համար։ Միևնույն ժամանակ, ըստ Իրաքի ներքին գործերի նախարարության, Բաղդադում առևանգվել է ամերիկացի կին լրագրող։ Մինչդեռ հայտնի չէ, թե արդյոք առևանգումը կապված է Իրանի հետ ընթացող պատերազմի հետ։ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի եզրին է։ Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել մարդկանց աշխատել տնից, խուսափել տրանսպորտային միջոցով տեղաշարժվելուց, իսկ Եվրամիության երկրներին շտապ ներդնել վերականգնվող էներգետիկայի աղբյուրները։ Էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատարը հայտարարել է, որ Իրանի պատերազմից առաջացած նավթային ճգնաժամը կհանգեցնի երկարատև քաոսի, որը կհիշեցնի COVID համավարակը։ Նա ասել է, որ Եվրոպան բախվում է շատ լուրջ իրավիճակի, որի վերջը դեռևս չի երևում։